Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեր մեջ սրբությունը կատարելագործելու Աստծո վախովը։ Այսօրվա մեր սերտողության թեման է ժողովող 7-րդ գլխից սկսած։ Մի քիչ բարդ գլուխ է, բացատրելու շատ բաներ կա, բայց կուզեմ, որ ուշադիր հետևեք, եթե պետք է դուք էլ նշումներ կատարեք, ամեն։ 7-րդ գլուխ. իմաստությունը, գոհունակությունը եւ պարզ կյանքը լավ բան է։ Բարի անունը լավ է հոտավետ յուղիցը եւ մահվանորը նրա ծննդյան օրից է։ Դե բարի անունը լավա թանկագին հոտավետ յուղից է, բոլորս հասկանում ենք, որ տարիների ընթացքում քանի փոքր ենք, աշխատում ենք, մեր անունն ենք պահում, հետքը մեր անունը աշխատում է, ծերության շեմին մեզի է պահում, էլի այդ մեր վաստակած հարգանքը, պատիվը, ինչը որ տարիների ընթացքում թողել ենք, ամեն։ Հիմա տեսեք, բարի անունը լավ է հոտավետ յուղից է եւ մահվան օրը ծննդյան օրից է։ Ոչ թե փափագումա, որ մահը շուտ գա, ոչ, որտեվ ծնվելով մտնում ես ադամական չար բնության մեջ, մահանալով Ադամից ազատվում ես։ Իհարկե, եթե դու այդ քո կյանքի օրերում էլի Ադամից ազատված ես ելը, որտեվ եթե անապաշխար վիճակում ադամական բնությանն ընջեք, դու գնալու եք Ադամների մոտ, որտեղ Ադամի սերունդն է, դժոխք։ Իսկ եթե դու երկրի վրա Ադամից ազատագրված սուրբ կյանքով ես ապրել ու Քրիստոսին ես ծառայել, այս մահվան օրն է երանություն, որ դու մտնում ես քո անմարելի երջանիկ հավիտենությունը վայելելու Հիսուսի հետ։ Ամեն։ Այդ մահը նկատի ունի եւ մահվան օրը ծննդյան օրից է։ Լավ է գնալ սուքի տուն։ Ստես գրել եմ Սուրբի մահը նկատի ունի, կարակ դուք էլ գրեք վերևը։ Մահվան օրը Սուրբի մահվան օրին են երանի տալիս, ասում են գնաց իր հանգչարանը, գնաց իր բնակարանը։ Սուրբ կյանք ապրելով մահը երբ դու ճաշակում ես, դու մտնում ես Քրիստոսի բնակարանը, ամեն, եւ դա երանելի է։ Լավ է գնալ սուքի տուն, քան թե գնալ խնջույքի տուն, որովհետեւ մահը ամեն մարդի վերջն է, եւ ապրողը կպահե այդ իր սրտումը։ Սուքի տունը երբեք չենք տեսի մարդկանց իրանց ամեն ինչը բացած թռվռում են ու աշխարհիկ շատ բաներ։ Իսկ սուքի տուն գնացողները կամ լացում են, կամ խորը զղջում են, նրանց հավես չկա ալնեն ուրախանան, վերջ ու մեղքեր գործեն։ Եվ շատերը քննում են, որ մի օր անսպասելիորեն այս մահը իր դուռը թակելու է, ինքը ուր անցկացնելու իր անմարելի հավիտենությունը։ Դրա համար ասում լավա գնալ սուքի տուն, քան թե ուրախության, որտեղ մարդիկ ուրախությունից մեր կանում են, մարդիկ ուրախությունից այնց անբարո հագուստներ են հագնում, իրենց մարմինը բացած գալիս են հարսանյաց զալերում թռվռելով իրաց ցուցադրելու։ Եվ դա մարդկանց մղում է շնության եւ պղծության, այս նկատի ունի։ Լավ է գնալ սուքի տուն, քան թե գնալ խնջույքի տունը, որովհետև մահը ամեն մարդի վերջն է, եւ ապրողը կպահե այդ իր սրտումը, որ մի օր ինքն է մեռնելու, եւ ուր է գնալու, հետաքրքրվում մարդ է։ Լավ է տրտմությունը, քան թե ուրախանալը, որ տրտմությունը, ապաշխարության համար տրտմելը, հանդիմանությունից տրտմելը, որը գրված է 2 Կորինթացիս 10 եւ Հովանու 16:20, ամեն։ Լավա խաչը կրելով տրտմես, մի օր կուրախանաս, ասում դուք պիտի սքակ ու ողբակ, բայց աշխարհը կուրախանա։ Բայց մեկ օր էլ դուք կուրախանաք եւ ձեր ուրախությունը ձեզնից չի վերցվի, երբ այն զավակը ծնվի ու չափահաս դառնա։ Լավ է տրտմությունը, քան թե ուրախանալը, որովհետև երեսը տխրելիս սիրտը կուրախանա։ Եթե անձից բաժանվելու այդ տխրությունն ես ճաշակում, ինքը էդի նկատի ունի սիրտը, երեսը տխրելիս սիրտը կուրախանա։ Տեսեք, ես ինչ եմ գրել։ Եթե անձից բաժանվելու տխրության ճանապարհով անցնես,
այդ կուրախացնե քեզ, ամեն, որտեվ թեկուզ մարմինը սիրտը տխրում է, բայց հոգիդ ցնծում եւ ուրախանում է, ամեն, ու հանճար բժշկություն, փրկություն կստանաս, այդ որ դու այդ սուքի այդ խաչի ճանապարհը անցնելով ոգևոր պարգևներով զարդարվում ես եւ հնից թլպատվում ես, այդ է ուրախություն, ամեն։ Լավ է տրտմությունը խաչակրության ճանապարհի մեջ գրես, քան թե ուրախանալը, մեղքի մեջ ուրախանալը, որովհետեւ երեսը տխրելիս սիրտը կուրախանա, մարմինը կտխրի, բայց հոգևոր սիրտը նոր մարդը կուրախանա, ամեն։ Իմաստունների սիրտը սուգի տանն է, բայց հիմարների սիրտը ուրախության տանը։ Հասկանում եք ինչ ասա բացատրում։ Իմաստունները հոգով կառավարվողներն են, նրանք սիրում են իրանց անձը քննել, սքալ, ողբալ իրենց անապաշխարության վրա, ամեն։ Բայց այդ իմաստուններն են դրանք, որ այդ ողբում են, ասում են իմաստունների սիրտը սուքի տանն է, սքի մեջ են էլի, հիմալ որ Յակոբոսն ասում, սքացեք, ողբացեք ձեր անապաշխարության վրա, բայց հիմարների սիրտը ուրախության տանն է, ինչ են անում, նրանք սիրում են լայն ու հանդարտ հանգիստ ճանապարհը քայլել եւ աշխարհի մեղքերը վայելել, ամեն։ Կարակ ձեր մոտ նշեք։ Լավ է լսես իմաստունների կշտամբանքը, հեզությունով էլի համբերությամբ լսես հանդիմանությունը, որ իմաստունը քեզի կշտամբում, հանդիմանում է։ Լավ է լսես իմաստունների կշտամբումը, հեզությամբ հանդիմանությունը, քան թե հիմարների երգը, որովհետև հիմարները ինչ, քեզի մեղքի մեջ կգովերգեն, իմաստունները մեղքի մեջ կհանդիմանեն, կկշտամբեն, այս նկատի ունի, որովհետև ինչպես որ փուշերի ձայնն է կաթսաների տակին, այնպես էլ հիմարի ծիծաղը, մեղքի վրեն կծիծաղի, լկտիություն տենակը ծիծաղի, սա էլ է ունայն, որովհետև բռնությունը կհիմարացնե իմաստունին, բռնությունն իշտ անձի ուզիշ կառավարվել է եւ շատ լկտի բաներ կատարել է, որտեղ բռնությունը կհիմարացնե իմաստուններին, ինչպես հիմարացավ Սողոմոնը, թողեց Տիրոջ ճշմարիտ օրենքը ու գնաց մեղքի հետևից եւ դարավ կախարդ ու կռապաշտ, որովհետեւ բռնությունը կհիմարացնե իմաստուններին եւ պարգևը փչացնում է սիրտը, պարգևը եթե հպարտը ստանում է, կործանվում է, հպարտանում ու կործանվում է, հպարտանում ու քալլի է գնում, հասկանում ես, եթե օգուտ չտվեց իրեն, իսկ Աստված որ պարգևը տալում է հեզին ու խոնարհին, այդ պարգևը ծառայում է Աստծո փառքին եւ այդ իմաստուն ավելի է խոնարհվում եւ ասում փառք տալիս, ամեն։ Մի բանի վախճանը լավ է նրա սկզբիցը, սուրբերի ննջելը, ծնվելով մտնում ես ադամական չար բնության մեջ եւ ապականվում ես, բայց սուրբը որ ննջում է Ադամից ազատագրվում է, ամեն։ Մի բանի վախճանը լավ է նրա սկզբիցը, լավ է երկայնամիտը բարձամիտ հպարտ մարդից, ամեն, բարձամիտ մարդը հպարտն է, ինչա, համբերողը այդ երկայնամիտը հպարտ եւ անձասեր մարդուց լավ, ամեն ով համբերում երկայնամտորեն սպասում է, այսի ավելի Աստծուն ընդունելի է, քան թե հպարտ եւ անհամբեր մարդը, որ չի համբերում եւ իր խոսքերը ասում է մեծամտորեն առաջատանը։ Միշտ ապիր հոգովդ բարկանալու, որովհետև բարկությունը հիմարների ծոցում է հանգչում։ Մի խոսքով ով բարկանում է, հիմարություն է անում։ Մի ասիր թե ինչ է, որ առաջի օրերը սրանից լավն էին, որովհետև իմաստությունից չես հարցնում այս բանը, երբեք մի ասա անցած տարի այսօրվանից լավն էր, էլի տրտունջա դա, անցած տարի էլի դժգոհում, ամեն, հապա միշտ գոհացող սիրտ ունեցիր։ Մի ասիր թե ինչ է, որ առաջի օրերը սրանից լավն էին,
որովհետև իմաստությունից չես հարցնում կամ չես խոսում այս բանը, իմաստությունով չես ասում էլի այդ բառերը, հիմար դուրս ես տալիս։ Իմաստությունը լավ է ժառանգության հետ, փրկությունը նկատի ունի, իմաստությունը լավ է, որ փրկվում ես, իմաստությունը լավ է, որտեղ ժառանգություն ենք ստանում, նվեր ենք ստանում, իմաստությունը լավ է ժառանգության հետ և շահավետ է արեգակը տեսնողների համար, խորհուրդը լույսը նկատի ունի, օգուտ կա էլի, եթե դու լույսը տեսնում ես ու լույսո ճանապարհներով ես քայլում, որովհետև իմաստության հովանի տակ, այդ լույսո ասո հովանի տակ և արծաթի հովանի տակ մեկ է, որտեղ արծաթն էլ չի իմաստությունով պիտի վաստակեն շատերը, և նույն այս ճանապարհը պիտի իմաստությունով քայլես, բայց գիտության շահը սա է, որ իմաստությունը կապրեցնե իր տիրոջը, տեսաք, արծաթի շահը չի կարա քեզ փրկություն տա, դե ինչ ասում, որովհետև իմաստության հովանի տակ ու արծաթի հովանի տակ մեկ է, շատերն տենց են մտածում, բայց իմաստունները ինչ են մտածում, բայց գիտության շահը այդ արծաթից էլ շատ է, բայց գիտության շահը սա է, որ իմաստությունը կապրեցնե իր տիրոջը, տեսաք, ուրեմն իմաստությունն ավելի թանկ է իր շահը եկամուտը, իր հետագան, քան թե արծաթի շահը, արծաթի շահը ժամանակավոր օգտագործելու համար է, տես Աստծոյի գործը, որովհետև ով կարող է ուղղել նրա ծառացը, վերջ, եթե մեկին Աստված որոշեց դժոխք կա գնում, հիասթափվավ և հեռացավ իրանից, ոչ ոք էլ չի կարա նրան ուղի և դրախտի ճանապարհը առաջնորդի, ամեն, դրա համար եթե Տերը քեզի սրտանց չփոխի, ոչ ոք էլ քեզ փոխել չի կարող, փառավորվի Քրիստոս, որտեղ իմաստության հովանի տակ և արծաթի հովանի տակ մեկ է, բայց գիտության շահը սա է, որ իմաստությունը կապրեցնե իր տիրոջը, տես Աստծոյի գործքը, որովհետև ով կարող է ուղղել նրա ծառացը, լավ օրը լավությամբ անցկացրու և վատ օրը զգուշություն արա, փորձանքներով լի օրը զգուշ մնա, սրան էլ Աստված նրա կշտինը ստեղծեց, նրա մոտ ստեղծեց, որ մարդս իրենից հետո մի բան չգտնե, ստե չգտնե ակրուկ, չգուշակե, չպատկերացնա, լավ օր ալինելու թե վատ, իսկ եթե ուզում ես հաստատ համոզված լինես, սուրբ կյանք ապրի Աստծուն ծառայ և վատ օրերը քեզնից օրորիկ հեռանան, ամեն։ Բոլորը տեսա իմ ունայնության օրերումը, արդար կա, որ կորչում է իր արդարության մեջ, ուշադիր ես կորչելը, արդարը չի կարա կորչի, գրեք, շուտ մահանում է և գնում է Աստծո մոտ, օրինակ նահատակեցին, չէ Ստեփանոսին երիտասարդ, շատերին խաչեցին, շատերը ասեցին հարամ էր դրա կյանք, էդ ինչ արդար էր, չէ, վաղ ամեռիկ երիտասարդ գնաց խառնվավ 100 տարվա մեռելներին, բայց նա մտավ երկինք, մտավ իր հանգստյան վայրը, մտավ Աստծո ներկայության մեջ, այս նկատի ունի, բոլորը տեսա իմ ունայնության օրերումը, արդար կա, որ կորչում է, ուրեմն կորչելը կարակ նշան դնեք գրեք շուտ, ննջում ու երկինք գնում, էսի նահատակվողները հատկապես, թե չէ արդարը չի կարա վահաժամ, քաղցկեղից, շաքարից, հիվանդությունով տառապի մեռնի, դա դիվային վարդապետություն է, Աստված այդպես բան չի գրում սուրբ գրքում, արդարը խորին ծերությամբ իր 3-4 սերունդը կտենա, նոր կննջի, բոլորը տեսա իմ ունայնության օրերումը, արդար կա, որ կորչում է, ննջում է, իր արդարության մեջ, և ամբարիշտ էլ կա, որ երկարացնում է կյանքը իր ամբարշտության մեջ, էդ էլ ազուգադեպում, չէ 90-100 տարի պիղծ այլասերված մարդ կա, որ ապրում է, ու լավառողջ էլ ապրում, բայց արդար կա, որ նահատակվում ու գնում, հասմերենի ասում պաշտեց, էսի այլանդակություն արավ, բայց իրանք տեսնում են ներկան, չեն տեսնում հավիտենությունը, ոչ թե սկիզբն է կարևոր, հապա վերջը,
Խիստ շատ արդար մի լինիր, տեսի անձի ուժով արդարանալն։ Խիստ շատ արդար մի լինիր, եւ քեզ չքես, տեսեք, Տերը չկաստ է, եւ քեզ չափազանց իմաստուն մի կարծիր, ինչու համար քեզ կորցնես, որտեղ դու անձիդ ես ապավինում եւ քեզ ես արդար համարում։ Իսկ եթե մեկ ասում է արդար եմ ես, էլ ինքը չկա, Քրիստոսն է ամեն բանի մեջ։ Բայց այս ժամանակ Քրիստոսը դեռ չկար, չէր գործում ամեն մարդկանց կյանքում, ինչպես որ գործերա նոր կտակարանի դարաշրջանում, որտեղ ստե անձի օրենքն էր գործում, իսկ Հիսուսի ժամանակ հոգու օրենքը։ Ստե ասվում էր դու պահավոր ապրես ու դու փառավորվես, դենց էլ չկարողացար պահեիր։ Իսկ ընդ ասում դու մեռի, դու չես կարա օրենքը պահի։ Ես գամ ու ձեր մեջ օրենքը պահեմ ու կատարեմ։ Ամեն։ Ուրեմն խիստ շատ արդար մի լինիր եւ քեզ չափազանց իմաստուն մի կարծեր, ինչու համար քեզ կորցնես։ Խիստ ամբարիշտ էլ մի լինիր եւ հիմար մի լինիր։ Խիստ ամբարիշտը ինչը նկատի ունի, ուշադիր։ Խիստ ամբարիշտը շատ եսասեր եւ անմիտ մի լինիր։ Խիստ ամբարիշտը խիստ եսասերը նկատի ունի։ Եթե ինքը խիստ եսասեր է, ուրեմն ինքը խիստ էլ մեղսագործ է, չէ՞։ Եսասեր մարդիկ են մեղք գործում։ Խիստ ամբարիշտ մի լինիր եւ հիմար մի լինիր։ Ընթերցեցի, եսասեր եւ անմիտ մի լինիր, ինչու համար տարաժամ մեռնես, շուտ վաղաժամ մեղքի պատճառով մեռնես ու դժոխք գնաս։ Ինչու համար տարաժամ մեռնես։ Լավ է, որ մեկին բռնես եւ մյուսիցն էլ ձեռքդ չքաշես։ Ուրեմն լավ է, որի դեմը բացեք փագագիծը ու քաշեսի վերջում փակեք ու գրեք։ Հիմա կարդում եմ ուղիղ խոսքը։ Լավ է, որ օրենքում գրված ամեն բաները կարդաս ու պահես, ոչ թե մեկի վրա կենտրոնանաս, մնացածը բաց թողես։ Ամեն։ Նորից եմ կարդում, լավ է, որ օրենքի գրքում գրված ամեն բանը պահես, ամեն բառն ու վանկը։ Ուրեմն լավ է, որ օրենքը պահես, ամեն մի բառն ու վանկը, որովհետև Աստվածանից վախողը ամենը կկատարե։ Տեսակ, որ տոշտի լրացրեց էսի, որ դու պետք է բոլոր օրենքը կարդաս ու իրար հետ բալանսը հավասար պահես, ոչ թե մեկը պահես ու մնացածն անտեսես, օրինակ նվիրվես օդին, տունը տանտեր թողես, Ուրիայի նման, ամեն։ Ասում է, ով որ իր ընտանիքին օգ չի տանում, անհավատից դենա։ Վերջ։ Իմաստությունն ավելի ուժ կտա իմաստունին, հոգով կառավարվողին, եւ իշտա իմաստությունը հոգուց կառավարվել է եւ սուրբ կյանք ապրել է, դրանից ճշմարիտ իմաստություն չկա։ Իմաստությունը ավելի ուժ կտա իմաստունին, հոգով կառավարվողին, քան թե 10 իշխաններ, որ այն քաղաքում լինեն։ Կա 10 իշխանները մի ճիշտ խրատ չտան, ու ասոխոստ ավելի խրատատուներս են քո խոսքի, ամեն, դու ասոխոսքին ավելի ականջիր, քան թե սուտ իմաստուններին։ Իմաստությունը ավելի ուժ կտա իմաստունին, քան թե 10 իշխաններ, որ այն քաղաքում լինեն։ Իրավ, որ երկրի վրա արդար մարդ չկա, անձի ուժով արդարացող, Ադամից ծնված, ստերը Քրիստոսը չկար։ Ադամից ծնված ոչ մեկ կատարյալ չէ, թերի ենել է։ Դրա համար ոչ մեկին որդի չի անվանել, բացի մեկից, Սողոմոնից ելել, որ Հիսուս Քրիստոսի խորհուրդ ուներ ու իր թագավորությունը հազարամյա թագավորության։ Այդ բանի մար մնացած բոլորը Աստծո ծառաներ են համարվել, բայց նոր կտակարանի դարաշրջանում բոլորը Աստծո դուստրեր եւ որդիներ են համարվում։ Ամեն։ Իրավ, որ երկրի վրա արդար մարդ չկա, որ բարին գործե եւ չմեղանչե, ծնված օրվանից, կարակ ավելացնենք, Ադամից ծնված արդար մեկը չկա, բայց հին անելով Քրիստոս ակնելով ու նոր արարած դառնալով, մարդը կարա Քրիստոսով դառնա սուրբ եւ մեղք չգործի, ինչպես Պողոսը դարձավ, էլ չմեղանչեց։ Ամեն։ Ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք, Հիսուսն էլ չի մեղանչել։ Ուրեմն հույս կա, որ մենք կարանք չմեղանչող բնություն ակնել, ամեն։ Իրավ, որ երկրի վրա արդար մարդ չկա,
ծնված օրվանից, որ բարի գործ է եւ չմեղանչե։ Սա վերաբերվում է գրեք հին ուխտում ծնված այդ բոլոր մարդկանց, ոչ թե նոր ուխտի դարաշրջանի քրիստոնյաներին է վերաբերվում, որտեղ բոլորը թերի մնացին, բոլորը թերություն ունեցան, բայց նոր ուխտի դարաշրջանում ծնված ինահանած Քրիստոսակատու չափահաս դարձած քրիստոնյան չի կարա մեղք գործի։ Ամեն։ Ինչպես Պողոսը հայտարարեց, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Ասկի հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը հատուցանեց ոչ միայն ինձի, հապա այն ամենուն, որ սիրեցին անոր հայտնվի լը։ Ամեն։ Ամեն խոսած խոսքերի էլ սիրտդ մի տար, որ չլսես ծառատ քեզ անիծելիս, որովհետև քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին։ Բա դու էլ ես չէ ուրիշին անես տվե անապաշխար ժամանակ։ Այս ամենը փորձեցի իմաստությունով, ասեցի, թե ես իմաստուն դառնամ, ես դառնամ, իմ ազնական ջանքերով իմաստուն դառնամ, բայց նա ինձանից հեռու էր, գրեք, բայց այդ ճանապարհով իմաստուն չդարձա, ամեն, սխալ ճանապարհ էր, անձի ապավինելով էի ուզում իմաստուն դառնայի։ Հեռու է այն, ինչ որ եղել է, եւ խորը խոր, ով կարող է հասնել նրան։ Հիմա կարդամ դրա մեկնությունը, լրիվ խոսքը մեկնեմ։ Հեռու է իմաստությունը անձապաշտներից, ով կարող է նրան հասնել անձի ջանքերով, ոչ ոք, անհնար ջանքաթա, իզուր ջանքաթափում, որ դա անհնար է լինելու։ Նորից կարդամ, հեռու է իմաստությունը անձապաշտներից, ով կարող է նրան հասնել ազնական ջանքերով։ Էդի գրեք եւ ուղղեք 24-րդ խոսքի տպագրական թերությունը։ Հեռու է այնինչ եղել է եւ խորը խոր, ով կարող է հասնել նրան։ Նորից եմ կարդում, հեռու է իմաստությունը անձապաշտներից, ով կարող է նրան հասնել անձնական ջանքերով։ Ես իմ սրտովը շուր տվի, որ գիտենամ եւ քննեմ եւ որոնեմ իմաստությունն եւ հանճարը։ Եվ գիտենամ, թե հիմարությունը չարություն է եւ անմտությունը գիժություն։ Եվ ես գտա մահից ավելի դառն է այն կինը, էսի դուք գիտեք, պոռնիկ կնոջը նկատի ունի։ Եվ առակած գրքում էլ է խոսում սրա մասին։ Եվ ես գտա մահից ավելի դառն է այն պոռնիկ կինը, այն կինը, որի սիրտը ցանցեր եւ ուրկաններ են, դժոխ տանելու ուրկաններ է նրա սիրտը, նրա տան ճանապարհը բռնողը դժոխքի ճանապարհ է բռնում։ Եվ ես գտա մահից ավելի դառն է այն պոռնիկ կինը, այն կինը, որի սիրտը ցանցեր եւ ուրկաններ են դժոխ տանելու համար, կարակ ավելացնենք, դժոխ տանելու ցանցեր, ուրկաններ, եւ որի ձեռքերը կապանքներ են, ընկար կարողա չկարաս պլստասը դու ձեռքից, դիվային կապերով կապում է այդ պոռնիկ կինը, եւ որի ձեռքերը կապանքներ։ Ուշադիր, եղբայրներ, ձեզ ա վերաբերվում, Աստծոյ առաջին հաճելի եղող եղբայրը Սուրբը կազատվի նրանից։ Աստծոյ առաջին հաճելի եղողը կազատվի նրանից, որ նրա նպատակը սրբությունն ամեն, նա չին կնի պոռնիկի որոգայթ։ Իսկ մեղավորը կբռնվի նրա մեջ, որտև Աստծո սրբի միջից այդ կիրքերը վերացած են, Տերը սանձել է այդ կիրքը, ամեն, ինք իր կնոջ մովա բավարարվում եւ իր կնոջն է սիրում, ինչպես առակած գիրքն է ասում։ Բայց անապաշխարի կեղծի այլանդակի մեջ եռում են այդ սեռական կրքերը եւ դրա համար էլ կբռնի պոռնիկի որոգայթում, ամեն։ Աստծոյ առաջին եղողը կազատվի նրանից, իսկ մեղավորը կբռնվի նրա մեջ։ Ահա գտել եմ այս բանը,
ասում է ժողովողը. մեկ պետք է համրել հաշիվը գտնելու համար, որ հաշիվը, ճիշտ հաշիվը գտնելու համար, եթե վրազում ես, սխալվում ես, ամեն, որ հոգիս տակավին որոնում է և չեմ գտել, մեկ մարդ եմ, ընդեղ խոսում է հաշվի մասին, բայց դե ցածր արդեն ուրիշ տեղ է տանում, տեսեք, ահա գտել եմ այս բանը, ասում է ժողովողը, որ մեկ պետք է համրել հաշիվը գտնելու համար, ճիշտ հաշիվը գտնելու համար, բայց նաև ուրիշ բան էլ աստեղ խոսում հաշվելու համար, որ հոգիս տակավին որոնում է և ես չեմ գտել, մեկ մարդ եմ գտել հազարիցը, բայց սրանց ամենի մեջ մի կին չգտա իմաստուն, ես նկատի ունելի, հազարից մեկը ես իմ իմաստուն առաքինի կին լինի, թե չլինի, որ հոգիս տակավին որոնում է, փափագումա տեսնի էլի, որ ես չեմ գտել, մեկ մարդ եմ գտել հազարիցը, բայց սրանց ամենի մեջ մի կին չգտա, սակայն ահա սա գտել եմ, որ Աստված մարդիս ուղիղ է ստեղծել, ծննդոց, 1:26-27 իր պատկերով և իր նման, բայց նրանք շատ հնարքներ են որոնել մեղք գործելու համար, ամեն, Ադամին ստեղծեց ուղիղ, բայց նա աննազանք եղավ, ճիշտ է, փառավորվի Քրիստոսը, այսքանով ավարտեցինք ժողովող 7-րդ գլխի սերտողությունը, ամեն, ժողովող 8-րդ գլուխ, տերության հնազանդությունը, տերությունները ստե ասում նկատի ունի, տերության հնազանդությունը, երկյուղածների վերջը, ասու երկյուղ ունեցողների վերջը, բարի է, 8-րդ գլուխ, ով կա իմաստունի պես, հոգուց կառավարվողի, ասո վախը ունեցողին իմաստուն ասում, ով կա իմաստունի պես, և ով է բանի մեկնությունը իմացողը, ինչ բանը նկատի ունի, տիրոջ խոսքերը սրբությունով մեկնողը, էսի է բանի, բանն աստոյն իշտ, աստո խոստնա, ով կա իմաստունի պես, որ նա չէ մենակ հոգուց ձայնը լսողը, հոգուց կառավարվողն է հասկանում և մեկնում, ով կա իմաստունի պես, և ով է բանի մեկնությունը իմացողը, մարդիս իմաստությունը փայլեցնում է նրա երեսը, մարդ եթե տերոջմով իմաստուն է ժողովուրդ, ապաշխարած ու հոգով լեցված ու հոգու ձայնից կառավարվողն է, ամեն, և նրա մեջ ով է փայլ տալիս և լույս, Սուրբ Հոգին, ամեն, իսկ որի մեջ խավար դևերն են մթագնած սև տրճ է ինչ-որ նեգր, զգացրիք, իրա արունը սև է և հավատականա շատ մուքն է և այդ արյան գույնը, դիվային գույնը փոխանցվում է իրա երեսին, ես միշտ նկատել եմ, ով շատ չար ունենգա, շատ սև ու դիվարի երես ունի, որտև Սուրբ Հոգին է, որ մեր երեսը փայլեցնում է, ամեն, նորից կարդամ, ով կա իմաստունների պես և ով է բանի մեկնությունը իմացողը, մարդիս իմաստությունը փայլեցնում է նրա երեսը և նրա երեսի պնդությունը փոխվում է, կոշտ ու կոպիտ, այդ վարքագիծը դիմագծերը փոխվում է, տեսեք մարդուն անապաշխար ժամանակ և տեսեք ապաշխարելուց հետո, որտեղ ընդ դևի կերպարանք ունի, ստե տիրոջ կերպարանքն ունի, ամեն, Եստեղ գրել եմ նրա երեսի պնդությունը փոխվում է նենգությունը և երեսի այդ բարկասկոտ տեսքը վերանում և խեղճ ես խոնարհի կերպարանք հաստանում, ամեն, որտեղ անապաշխար ժամանակ բոլորս էլ գիտենք չար և ագրեսիվ ենք եղել ու էդի դեմքից երևացել է։ Ես ասում եմ, պահիր թագավորի խոսքը, մանավանդ Աստծոյ երթումի պատճառով, որ երթում ես կերե հնազանդվես, կարանք ստե ընդունենք նաև երկյուղի պատճառով, որտև Հռոմեացիների 13-ում ինչ է գրված, որ պիտի հնազանդվենք իշխանության դրած բոլոր բարի օրենքներին։ Տեսեք, ես ստե գրել եմ, պահիր թագավորի խոսքը, մանավանդ Աստծոյ
երկյուղի պատճառով, որ Աստծո վախ ունենաս։ Հնազանդվեցեք իշխանության բարի օրենքներին խշմտանքի համար։ Ամեն, որ ձեր խիղճը չտանջի, որտեղ ընդ ասում է իշխանավորները զուրտեղ իրանց կողքը սուր չեն կապում։ Ուզում ես չվախենալ իշխանավորներից, հնազանդվի Աստծո դրած բարի օրենքներին եւ իշխանավորը քեզ ոչինչ չի կարող անի։ Փառավորվի Քրիստոս։ Միշտ ապիր նրա երեսի առաջից, ըստե համ կարակ ընդունեք Քրիստոսի, համ կարակ մարմնավոր թագավորին ընդունեք, բայց մարմնավոր թագավորին մասին է խոսում, ըստե իշխանավորի խորհուրդը Հիսուսին էլ նույնը տոչնի իրեն համընկնում։ Միշտ ապիր նրա երեսի առաջից գնալու, փաղագծի մեջ առեք, որ խորհուրդը գրեք հիմա։ Մի կանգնիր չար գործի մեջ, որովհետև ամեն ինչ որ ուզե կանե քեզ, եթե դու չար բան անես, ամեն։ Նորից կարդամ ու մեկնությունը թելադրեմ գրեք։ Միշտ ապիր նրա երեսի առաջից գնալու, մի կանգնիր չար գործի մեջ, որովհետև ամեն ինչ որ ուզե կանե։ Այս խոսք առեք փաղագծի մեջ ու գրեք։ Խորհուրդը. չար բան մի անիր, որ չփախչես իշխանների երեսից, որովհետև նա ինչ որ ուզե կանե չարը գործողին։ Նորից եմ կրկնում, չար բան մի անիր, որ չփախչես իշխանների երեսից, որովհետև նա ինչ որ ուզե կանե չարը գործողին։ Ամեն։ Ըստ որում թագավորի խոսքը հզոր է, եւ ով կարող է ասել նրան, թե ինչ ես անում։ Սա վերաբերվում է եւ մարմնավոր թագավորներին եւ Հիսուս Քրիստոս թագավորին։ Ով կարա նրան ասա, ինչ ես անում։ Կա մեկը, թե երկրի թագավորին ասա, թե երկնային Տեր Հիսուս Քրիստոսին։ Չկա այդպես մեկը։ Պատվիրանքողը պահողեսի հոգով լեցված սուրբն է, Աստծո վախ ունեցող սուրբը։ Պատվիրանքը պահողը չարիք չի ճանաչում, նրա էության մեջ չար բան չկա, չար մտքի էլ տեղ չի տալիս։ Պատվիրանքը պահողը չարիք չի ճանաչում, չարից փախնում է ու միշտ բարիին է հետևում։ Այլ ժամանակ ու իրավունքը ճանաչում է իմաստունի սիրտը, որովհետև ամեն ձեռնարկության համար կա ժամանակ եւ իրավունք։ Տեսեք վերևի խոսքում ինչ ասում, որ իմաստունը ժամանակը ճիշտ է օգտագործում, գործը բռնելուց առաջ մի հատ մտքով մտածում է, քննարկում է, Աստծո խոսքով ընդունում, քննում է, երևի ծերերի հետ էլ խորհուրդ անում, նոր բռնում է, որ իր ժամանակը ռացիոնալ օգտագործի, որ մի գործի մեջ մտնում է, հաջողությունը ստանա։ Մի խոսքով իր իմաստությանը չի վստահում, ամեն, եւ ժամանակը ռացիոնալ է ծախսում։ Որովհետև ամեն ձեռնարկության համար, ձեռնարկած գործի համար կա ժամանակ, ձեռնարկությանը գրեք ձեռնարկած գործի համար, որովհետև ամեն ձեռնարկության համար կա ժամանակ եւ իրավունք, բայց մարդիս վրա մեծ չարիք կա, եթե էսի ամբարիշտ մարդը իր գործերը չքննելով եւ անկշռադատված աման գալիս, ամեն, առած քննելու գնացողը չարիքի կհանդիպի, որովհետև ամեն ձեռնարկության համար կա ժամանակ եւ իրավունք, ստե միջակետով վերջանում է միտքը, եթե դու գործը բռնելուց առաջ մտածում, մտորում նոր քայլ ես անում Աստծուց հարցնելով, բայց մարդիս անապաշխար մարդը, անաստվածավախ մարդը, անձից կառավարվողին նկատի ունի, նույն եկեղեցու մեջ է, նա մարմնավոր է, նա հոգևոր։ Նա ամեն բանը հարցնելով անում են, մեկ էլ է իքնագլուխ անում։ Էնին օրհնվում է նույն հոտի մեջ են, ինչպես Իսավն ու Իսմայելը։ Էնի օրհնվում է, էնի ացի կարոտ է դառնում, նզովում է, որտեղ նա անաստվածավախ է եւ իքնագլուխ է գործում։ Ամեն, սա է տարբերությունը։ Ոչ թե Աստված աչառություն անում ընձի օրհնում է արմանին, չէ։ Ոչ իմ երկյուղը տեսնելով այոնձի օրհնում է, որ նրան ցույց տա ճանապարհը։ Դու էլ հետևի Կարենին նման Աստվածավախ էլ, որ քեզ էլ օրհնեմ։ Ամեն։ Նույն տան մեջ եք դուք։ Ոնց կարա մի երեխին տա խորոված խաշլավային, մեկ էլ երեխին փշրանք տա։ Չէ, դու ես մեղքի պատճառով արժանացե փշրանքն ստանալուն։ Ամեն։ Որտեղ ամեն ձեռնարկության համար կա ժամանակ եւ իրավունք, բայց մարդիս վրա մեծ չարիք կա, անապաշխար մարդի, եթե չի քննում
ասուն չի արցնում ինքնագլոխագործում։ Ես վերևը գրել եմ անձից կառավարվող հպարտ մարդու համար, բայց մարդիս վրա մեծ չարիք կա, որտեվ նա չգիտե թե ինչ է լինելու, տեսար ինչ է անում, չգիտի այդ իր ձեռնարկած գործը հաջողություն կունենա թե չունենա, որտեվ չի հարցրել ոչ ծերերին, ոչ էլ Աստծուն, որտեվ նա այդ հպարտացած անձը չգիտե թե ինչ է լինելու եւ թե ինչպես է լինելու, ով է կարող իմացնել նրան, որ խորուրդ չի հարցնում, ամեն ասուն չի հարցնում, սպասավորդից չի հարցնում, հպարտա, կործանվի եւ հացի կարոտ դառնա, որովհետեւ նա չգիտե թե ինչ է լինելու եւ թե ինչպես է լինելու, ինչպես է լինելու, ով է կարող իմացնել նրան։ Մարդ չկա, որ քամի վրա իշխե, որ քամին արգել է եւ իշխող էլ չկա մահվան օրվա վրա եւ արցակում չկա այն պատերազմի մեջ։ Ստեղ տպագրական թերություն է, կարդամ ու կկարդամ ուղիղը։ Եվ ամբարշտությունը չի պրծսնիլ իր տիրոջը, մեղքը իր տիրոջը չի ազատի, պատերազմի օրը, մահվան օրը, ամեն։ Հիմա կարդանք ես 8-րդ գլխի առաջին մասը, մինչև պատերազմի մեջ առեք փագագծի մեջ, մարդ չկա, տից փագագիծը բացեք եւ ամենավերջում այս պատերազմի մեջ փակեք եւ գրեք, հոգևոր մարդը չի կարող օգնել այն անկիրթ աննազանդ մանուկին, ով չի լսում սպասավորին եւ ինքնագլուխ մտնում է պատերազմի մեջ, տվյալը սպասավորը այդ մանուկին օգնել չի կարող, ամեն, ու պատերազմում հաստատ աննազանդ մանուկը տանուլ է տալու, չարը իրեն հաղթելու է, ամեն։ Եվ շարունակության մեջ տեսեք էլի աննազանդ մանուկի մասին է խոսում եւ ամբարշտությունը մեղքին ազնատուր լինելը չի պրծսնել, չի փրկիլ իր տիրոջ այդ մեղսագործին, որ ծերերին անարգեց, ասուն անարգեց, մտավ պատերազմի մեջ եւ մեռավ, որտեվ մեղքի վարձքը մահը վերջում հաստատում է, որ այդ աննազանդ մարդու մասին է խոսում, անձից կառավարվող անգամ եկեղեցու մանուկը, եկեղեցու միջահասակը, եթե ծերին չլսի ու գնա ինքնագլուխ պատերազմի մեջ մտնի, ինքը մեռնելու է, որտեվ ինչ ասում, որտեվ ամբարշտությունը, մեղսագործությունը չի կարող փրկել իր տիրոջը փորձանքից, ապա փորձանք կբերի նրա գլխի, ամեն։ Այս բոլորը տեսա եւ արեգակի տակին եղած բոլոր գործերին ուշ դարձրի, ժամանակ կա, որ մարդը մարդի վրա իշխում է իր վնասի համար, սրանք վարձկան հովիվներին են վերաբերվում, իշխում է, բայց կործանվելու համար, ամեն։ Ես ինչ եմ գրել հոգուց առաջ, սա վերաբերվում է անձից կառավարվելով հովություն անելուն, անձից կառավարվելով հովություն անելուն, անձից կառավարվելով հովություն անելը կործանում է այդ հովին, ամեն, անձից կառավարվելով հովություն անելը հովին կործանման է տանելու, նա ժամանակավորապես իշխում է, լավ ազգում, որ ես եղբայրներին, քույրերին կառավարում է, ինչ ասում է, ասում վախովանում են, բայց այդ իր համար կործանում եւ չարիք է դառնում, ամեն։ Նորից կարդամ այդ մասը, որ հասկանաք, ժամանակ կա, որ մարդը մարդի վրա իշխում է իր վնասի համար, անձից կառավարվելով հովություն անելը, եւ հետո տեսա, որ անզգամները, այդ անձից կառավարվողներն են, թաղվում էին գնում, եւ սուրբ տեղիցը գնացին եկեղեցուց, եւ սուրբ տեղիցը գնացին եւ մոռացվեցան այն քաղաքում, իսկի ոչ էլ հիշեցին այդ չարագործողին, բայց սուրբ հովին դարես դարեն հիշում եւ նրանց գրվածները, սուրբերի կողմից գրած գրվածները մարդկանց Եգիպտոսից Քանանա տեղափոխին։ Դե եւ հետո տեսա, որ անզգամները թաղվում էին գնում, երբ սուրբ տեղիցը գնացին եւ մոռացվեցան այն քաղաքում, ուր որ այսպես
արել էին, ինչ էին արել, անձից կառավարվելով, իշխելով, խածելով, կծելով հովություն էին արել։ Սա էլ է ունայն, այդ մարդը բան չտարավ այս երկրից։ Դրա համար եմ ասում, ախելք են հովիվները, որոնք գիտեն իրանք վարսկան են, ծուր վարդապետություն են քարոզում, փողի համար հովիվ են մնում, սրած դադաստանն ամենադաժանն ալինելու։ Սա էլ է ունայն, որովհետև չար գործերի վճիռ ես համարը լավ իշեք։ Ժողովող 8:11 շատ եմ խոսել քարոզների մեջ այս համարից, որովհետև չար գործերի վճիռը պատիժը, որ շուտով չի կատարվում, սրա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարությունն անելու ու չզղջալու, որտև չար գործերի պատիժը, որ շուտով չի տրվում, դրա համար մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարությունն անել ու չզղջալ։ Սա հաստատում է նաև Սաղմոս 50-ի 15-ից մինչև վերջ, գողը տեսնելով անօրեն կերացար, շնացողների հետ բաժին ունեցար, նստար քո եղբորը բամբասի իր մորդ որդուն դատեցիր ամեն, այս ամենը իր ու ես մտածեցիդ քեզի նմանեմ, մի օր կպատրեմ եւ ազատող չի լինի։ Մի տիրոջ երկայնամտությունը ու ձեզի տրված ապաշխարության ժամանակը թորություն ամարեք։ Մի օր ենես կծեցի, կողպակ, էլ փրկություն չեք ունենա սավուղի պես։ Նորից կարդամ, որտեղ չար գործերի վճիռը, պատիժը, որ շուտով չի կատարվում, սրա համար էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարություն անելու ու չզղջալու ու չապաշխարելու։ Ժողովուղ 8:11 Թեև մեղավորը 100 անգամ մեղ կանե, եւ նա երկարատև է լինի, անգամ երկար ապրի, չէ, կան եկեղեցում էլ էտես մարդիկ եւ կան աշխարհի մեջ էլ էտես մարդիկ։ Այնուամենայնիվ գիտեմ, որ բարիք կլինի Աստվածանից վախեցողին, բայց այդ մեղավորը թեկուս 100 տարեկանում էլ ննջի դժոխք կա գնալու։ Բայց ասում է ինչ ասում, բայց այնուամենայնիվ գիտեմ ես, որ բարիքը կլինի մենակ Աստվածանից վախեցողին, ով եթե մեղքել է գործում, զղջում, խոստովանվում եւ ազատագրվում։ Ամեն։ Այսուամենայնիվ գիտեմ ես, որ բարիք կլինի Աստվածանից վախեցողին, որ վախենում է նրա երեսիցը, ալելույա։ Այս մարդն է երանելին, ոչ թե նրանք, որ չարակամ իշխում են, մեռնում ու գնում են դժոխք, ամեն։ Հա, իրանցը երկրի վրա լավ են զգում, որ իրանց իշխանության տակ մարդիկ կա, բայց իրանք իշխում են տառապելու համար։ Իսկ բարի հովիվները ղեկավարում են, հոտին ծառայում են, փրկվելու եւ ավիտենական դրախտային կյանքը վայելելու համար։ Բայց ամբարիշտին, այդ անձից կառավարվողին հովիվ կլինի թե հասարակ, բայց ամբարիշտին բարություն չի լինիլ եւ իր օրերը չի երկարացնիլ ինչպես որ ստվերը, որ հույս ունի երկար ապրի, թե կարող է որոշ երկրի վրա երկար ապրի, բայց հավիտենության մեջ ինքը տառապելու է, տեսեք ինչ է գրած ստե, եւ իր օրերը չի երկարացնիլ ինչպես որ ստվերը, խորհուրդը, որ ամբարիշտը հավետ չի ապրի, մեկա մեռնելու է ու դժոխք է գնալու։ Նորից կարդամ, բայց ամբարիշտին բարություն չի լինիլ եւ իր օրերը չի երկարացնիլ ինչպես որ ստվերը, որ չեն վախենում Աստծոյի երեսիցը։ Մի ունայնություն կա, որ լինում է երկրի վրա, որ արդարներ կան, որոնց պատահում է ամբարիշտների գործքերի պես, եւ կան ամբարիշտներ, որոնց պատահում է արդարների գործքերի պես։ Ես ասեցի, որ սա էլ է ունայնություն, ոնց, ասեմ, որ եսի շատ սխալ չհասկանաք, արդարին էլ է հարված գալում կպնում, ամբարիշտին էլ է կբնում, բայց արդարը աղոտ կանում բժշկվում է, բայց ամբարիշտը մեռնում բնաջինջա լինում, արդարն էլ է երկրի վրա օրհնվում, կա ամբարիշտ, որ արդարից անգամ շատ հարուստ է լինում, բայց արդարի հետ արդարություն ասո փառքին ծառայելով գանձեր է դիզում երկնքում, բայց ամբարիշտի այդ կուտակածը պոռնկության, գողության եւ շնության մեջ օգտագործելով դժոխք է գնում։ Ես դեմ եմ, որ ծիրիս ծեր ամբարիշտին պիտի պատահի արդարի նման կամ արդարին պատահի ամբարիշտի նման։ Հոբին էլ պատահավ ամբարիշտի պատահած չէ, բայց ժամանակավոր էր դա ամեն։ Վերջում ասորտությունները տեսակ, որ հոբը իր ապավենության վեմին
վստահելով չամաչեց, ամեն։ Բայց ամբարիշտինս էս չի լինի, որ բնաջինջ լինի, նորից կոր ժամանակում օրհնվի, որտեղ նա ասուդեմը պիղծա եւ Աստված նրան կրկին չի ողորմելու։ Ամեն։ Ուրեմն մի ունայնություն կա, որ լինում է երկրի վրա, որ արդարներ կան, որոնց պատահում է ամբարիշտների գործքերի պես, եւ կան ամբարիշտներ, որոնց պատահում է արդարների գործքին պես։ Սա ասեցի, որ սա էլ է ունայնություն։ Եվ ես գովեցի ուրախությունը, որ մարդիս համար արեգակի տակին մի լավ բան չկա, բացի միայն ուտել ու խմել եւ ուրախանալ, ասո կամքը կատարելով քո ընտանիքի հետ այդ սերը վայելես, ամեն, ու քո մտերիմ բարեկամների։ Սրանից թանկ բան չկա, գանձեր դիզես երկնքում եւ ես ունայն աշխարից գնաս։ Բայց միայն եւ ես գովեցի ուրախությունը, որ մարդիս համար արեգակի տակին մի լավ բան չկա, բացի միայն ուտել ու խմել եւ ուրախանալ։ Եվ սա է նրա այդ սուրբ մարդու, եւ սա է նրա հետ գնում իր աշխատության մեջ, իր կյանքի օրերում, որ Աստված նրան տվել է արեգակի տակին։ Ուրիշ բան չես կարա տանես, չարիք գործիր գնալու ես դժոխք, բարին գործա, ավետարանչությանն աղորդել եւ աղքատ սուրբերի պետքերին աղորդելու Աստծո անունը փառավորել դու, ամեն, անգամ կարա քու բարեխոսական աղոթքը լինի, ֆինանսը չէ, քո խրատը լինի, թեկուս ֆինանս ունես, ֆինանսով աջակցի, ամեն, ինչով կարում ես, բարություն արա, չար բան մի արա, ամեն։ Երբ որ Եսուսս դարձրի իմաստությունը գիտենալու եւ այն զբաղմունքը տեսնելու, այդ բարի զբաղմունքը, որ լինում է երկրիս վրա, որովհետեւ Աստված էլ է դա տեսնում, ժողովուրդ, մենակ դու չես տեսնում, մենակ ժողովուրդը չէր տեսնում, ժողովուրդից առաջ Աստված էր տեսնում բոլորի գործերը, ամեն։ Դե ասում երբ ես սկսեցի նայել, որ լինում է երկրի վրա այդ գործերին, որովհետև թե ցերեկ եւ թե գիշեր նրա ասո աչքերը քուն չեն տեսնում, ամեն, նայել ա տենում եւ ըստ մարդուն իր արածի հատուցանում է։ Ես չեմ տեսել մի ողորմած մարդ, որ իր 10-րդ ողորմությունն անում է, աղքատ սուրբերի պետքերին աղորդադառնում եւ իր կատարած այդ ողորմատությամբ ասոգործը զարգանում է ու ինքը սուրբ կյանք ապրում։ Դրա համար եմ ասում նախ սուրբ կյանք ապրեք, նոր ողորմություն տվեք, նոր 10-րդ տվեք, որ օրհնվի։ Եթե դու ասու բաժինը հանում ես, բայց պիղծ կյանքով ես ապրում, քո տվածը օգուտ չունի։ Նախ սրբություն, ետքը 10-րդ ողորմություն, որ գանձեր կուտակես ընդ եւ նա տեսնում է քո սիրտը։ Ինչ սրտով ես գցում, ինչ սրտով ես տալիս, եթե դու հոժարական չես տալիս, Աստված ասում է հոժարական տվողներին է սիրում, ուրեմն ոչ մի լոմա մի գցի գանձանակ, մինչև սիրտդ կփափաղի գցել, որ գցածդ սուրբ կյանքիդ հետ օրհնվի, ամեն, եւ նպատակին հասնի, որովհետեւ ցերեկ եւ գիշեր, որովհետեւ թե ցերեկ, թե գիշեր նրա աչքերը քուն չեն տեսնում, Աստծո աչքերը չի փակվում։ Այն ժամանակ տեսա Աստծոյ բոլոր գործերը, որ մարդս կարող չէ հասնել այն գործին, որ լինում է արեգակի տակին, որքան էլ մարդս աշխատե որոնելու, չի ասնի, էլի ասո, այն ուզածը լմանձևի չի կարա կատարի, էլի, որտեղ իր կյանքի տարիները շատ քիչ են, ամեն, Աստծուն գոհացնելու համար, բայց դա մարդը իր լավագույնը պիտի անի ու Աստված էդի գնահատում է ու տեսնում է, որ դու դրանից ավել կարողություն չունես։ Աստված պահանջելու է մեզի ըստ մեր կարողության, ինչպես այն աղքատ որբի վայրին, որ գցեց 2 լուման, Աստված ասավ սա ավելի շատ գցեց, ամեն, որտեղ Աստված տեսնում էր աղքատ որբի վայրու վիճակը, գրպանի կարողությունը, եւ տեսնում էր հարուստների գրպանի տարողունակությունը, ամեն։ Նա ամենաշատը գցեց, ամենաշատ գցելը ոչ թե քանակով իր ունեցածի ամենաշատը գցեց, իսկ նրանք իրանց ունեցածի փոքրիկ մասը գցեցին։ Այդ դրանով է գնահատվում դու ինչ կարողություն ունես, ինչ նեղության մեջ ես Աստծուն աղքատ որբևայրու նման նվիրում Եղիայի օրերի պես, ասավ դու Աստծո մարդն ես, կե ապրի մենք այսօր մեռած թե վաղը
չի խանգարում, ամեն, և աստված օրհնելով օրհնեց այդ որբևայրությունը, որ իր վերջինը տվեց, անգամ նախ ընտրեց իր զավակը ու ինքը մեռնի, բայց Աստծո մարդն ապրի, Աստծո գործը առաջ տանա, օրհնելով օրհնեց, սա փորիցը ամանից 100-ը չէր պակասում, սա փորիցը յուղը 3 տարի 6 ամիս վերցում էր, ավելանում էր, վերցում էր, ավելանում էր, ամեն, այն ժամանակ տեսա Աստծոյի գործերը, որ մարդս կարող չէ հասնել այն գործին, որ լինում է արեգակի տակին, որքան մարդը իշտա ու աճում ուզում է բաներ անա, չէ երկր, մի բան անա, ես էլ անեմ, են էլ անեմ, մի օր դատար չունի այդ մարդը, որ լինում է արեգակի տակին, որքան էլ մարդս աշխատե որոնելու չի ասնել, և մինչև անգամ, եթե իմաստունն էլ ասե թե գիտեմ, դարձյալ չի կարող հասնել, ինչը, ուսումնասիրել և վերջացնել նրա բոլոր գործերը իմաստությունը, բայց դա այդպես, հասկանում ես, Աստծո այդ գիտությունը, իմաստությունը ծայր չունի, նույնը երկրի վրա կատարվող գործերին ծայր չկա, ամեն, ինչքան անես հնարավոր է վաղը գործ չլինի, բայց երանի նրան, ով բարի գործ է անում և բարի գործ անելով գանձեր է դիզում և մարդկանց օգուտ է տալիս, ամեն, այդ դրանցը ծայր չկա, նաև Աստծո գիտությունը ուսումնասիրելու, քննելու ծայր չկա, ամեն, այսքանով ավարտեցինք ժողովող 8-րդ գլխի սերտողությունը և մեր այսօրվա սերտողությունը, մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։